Բարև ձեզ հարգելի հետևորդները, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում։ Ձեզ հետ եմ ես Բորիս Մուրադես։ Այսօր մենք խոսելու ենք մի կարևոր թեմայի մասին՝ ներիշխանական գզվռտոց հարաբերությունների ճշտում եւ շատ կարևոր մի դրվագ եմ ուզում առանձնացնել։ Սրա մասին մի քանի եթերների ընթացքում խոսել ենք, իհարկե տարբեր առիթներով։ Ամեն անգամ արժանի առիթ եղել քննարկելու այս թեման։ Խոսքը Անդրանիկ Քոչարյանի այսպես անմահության գաղտնիքի մասին է, ճակերտավոր անմահության մասին, քաղաքական անմահության, ԿՊ-ի ներսում իր դիրքերը պահելու հնարավորությունների մասին է։ Ուրեմն դուք հիշում եք Գյումրում ընտրությունների օրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրելյանը ոչ սթափ վիճակում էր եւ շատ այսպես գռեհիկ դրսևորումներ էր ցուցաբերել, լրագրողների հետ վեճի մեջ էր մտել եւ իրեն մարդուն սովորաբար adekvat մարդուն որ արժանի վարքագիծ էր դրսևորել, սա սովորական բան է իհարկե ԿՊԱ-ականների պարագայում, բայց անսովոր էր այն, որ շատ արագ պատժվեց Վիլեն Գաբրելյանը եւ ստիպած եղավ մանդատը վայր դնելու։ Իհարկե տարբեր կարծիքներ կան, թե ինչու է Վիլեն Գաբրելյանը մանդատը վայր դրել կամ ինչպես են ստիպել իրեն վայր դնել մանդատը, դրա մեջ այսօր չենք մտնի։ Մի բան ակնհայտ է, այն ինչ որ արել էր Վիլեն Գաբրելյանը Կիրակի օրով հարբած Գյումրու փողոցներում, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ հանդիսացող Անդրանիկ Քոչարյանը արել է խորհրդարանում, ոչ ոնց որ հարբած վիճակում, սթափ վիճակում։ Եթե Վիլեն Գաբրելյանը վեճի մեջ էր բռնվել լրագրողների հետ եւ լրագրողները ինչ որ հարցեր էին տվել, որոնք իրեն անհարմար էր թվացել, ապա Անդրանիկ Քոչարյանը շատ հանգիստ միջավայրում, որտեղ լրագրող օրինակ Հռիփսիմե Ջեբեջյան իրեն հարցեր տվել, սեռական բնույթի ուղակի այլանդակ ակնարկով պատասխան էր հնչեցրել, հա, իր թորան կամ դստեր տարիքի աղջկա հարցին ի պատասխան։ Եվ սա մնաց անպատիժ։ Ընդհանրապես Անդրանիկ Քոչարյանը այս ընթացքում տարբեր դրսևորումներ է ունեցել, որոնք նորմալ երկրում պիտի պատժվեին եւ պաշտոնյան պիտի պատիժ կրեր։ Այս պարագայում Անդրանիկ Քոչարյանը նման է Կաշեի Բեսմերտնին, հա, ինչ լինում է իր կողքով է անցնում։ Ես հիշեցնեմ, որ Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնությամբ նախարարներ են պաշտոնակարգվել, քննչական կոմիտեի ղեկավարը պաշտոնակարգվել, պատգամավորներ են մանդատները վայր դրել, Հովիկ Աղազարյանը մինչև հիմա հետապնդվում է, Հովիկ Աղազարյանը քրեական հետապնդման է նաև ենթարկում, փորձեցին նաև մանդատից զրկել, մինչև այդ անձեռնմխելիություն զրկելու process սկսեց, հա, հիմա էլ դեռ ըստ Հովիկ Աղազարյանի փորձում են իրենից խլել մանդատը, որ ինքը ստացել է 2021 թվականի ընտրությունների արդյունքում։ Եվ հիշեցնեմ, որ ամիսներ առաջ, երբ եղան հրաժարականներ, երբ ԿՊԱ-ականները պարզեցին, որ Անդրանիկ Քոչարյանը ըստ մամուլի հրապարակումների իրենց դեմ պատվերներ է տալիս, տեղեկություններ է բաց թողնում, հա, եւ ԿՊԱ-ականներին մեղադրում է կոռուպցիայի մեջ, իբր ինքն էլ դրան մասնակից չէ։ Եվ պահանջել էին, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը հեռացվի Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես նաեւ պահանջ դրվի, որ վայր դնի մանդատը։ Մենք սրա մասին խոսել ենք եւ մամուլն էլ սրա մասին գրել։ Այս հարցը երկու անգամ քննարկվել է քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում եւ մենք հրապարակել ենք տեղեկություններ եւ այդ տեղեկությունները հստակ են։ Վարչության 60-70%-ը կողմ է եղել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության եւ մանդատից զրկելու գործընթաց սկսելուն, կողմ չի եղել Նիկոլ Փաշինյանը եւ իր շուրջ գտնվող կոնկրետ իրեն ենթակա մի քանի հոգի, եւ որոնք սպասում էին Նիկոլ Փաշինյանի տեսակետին։ Եվ ստացվում է, որ վարչության որոշմանը դեմ կամ մեծամասնության որոշմանը դեմ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահել Անդրանիկ Քոչարյանը այն դիրքերում, որ կա։ Ես ուղղակի անուններ թվարկեմ, որ իրենց առումով, հա, ԿՊ-ի ներսում
որոշակի ազդեցություն ունեցող մարդկանց կամ ԿՊ-ի մեջ հեղինակություն ունեցող մարդկանց, որոնք դեմ են արտահայտվել Անդրանիկ Քոչարյանին, բայց ոչինչ այդ մարդու հետ տեղի չունեցել։ Ուրեմն Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության համար ժողովրդի խոսքով կամ փողոցային սլենգով ասած վիզ էր դնում Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ, փոխքաղաքապետ Փամբուխչյանը, ԿՊ կանանց գունդը, ինչպես նաև գրվեց, հիմա էլ այդ պայքար տարվում է կանանց կողմից, եւ այդ կանայք եւ Լուսինե Բադալյանը եւ Քրիստինե Պողոսյանը, եթե չեմ սխալվում ազգանունի մասով, հրապարակային անգամ խոսել են սրա մասին, անգամ լրագրողի եւ Անդրանիկ Քոչարյանի միջադեպի մասով պաշտպանել են լրագրողին, չնայած իրենք էլ այնպես չի, որ լրագրողների մասով այդպես adekvat վարքագիծ ունեն, այնուամենայնիվ ցույց են տվել, որ ատամ ունեն այս մարդու վրա։ Քաղաքացիական պայմանագրի ներսում Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությանը կողմ եղել Սիսակը Գաբրելյան, Նիկոլ Փաշինյանի աներձակ հրաչը, Անդրանիկ Քոչարյանին դեմ է եւ Անդրանիկ Քոչարյանը խնդիրներ ունի Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի հետ եւ սա էլ մամուլը գրել է Անդրանիկ Քոչարյանը անգամ իրեն թույլ տվեց այսպես կշտամբանքով խոսել Աննա Հակոբյանի մասին, խոսելով այն պաշտոնյաների կամ ոչ պաշտոնյաների մասին, ովքեր մքեցված ապակիներով են շրջում եւ դրանից առաջ մամուլը գրել էր ընդամենը 1-2 օր առաջ գրել էր, որ հենց Աննա Հակոբյանն է մքեցված ապակիներով շրջում Հայաստանով մեկ։ Այսինքն այսքան մարդ պահանջում է, որ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնանկ արվի, բայց չի արվում։ Վիլեն Գաբրելյանի հարցը մի ժամում լուծում են։ Նարեկ Զեյնալյանի հարցը մի ժամում լուծում են։ Պահանջում են Հովիկ Աղազարյանից մանդատը վայր դնել, չի դնում, ամենավերջին արշավն է սկսում իր դեմ, միջև իր անձնական գրագրություններ, սեքսուալ պատմություններ, սեռական պատմություններ, բաներ, քրեական գործեր, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ամբիոնից կշտամբում է, ասում մեկ է վերջում այդ մանդատը տալու ես մեզ։ Այսինքն ամեն ձև սկսեցին ճնշել այս մարդուն։ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ ոչ մի ճնշում։ Հիմա Անդրանիկ Քոչարյանի անպատիժ մնալուն երկու սցենար կարող է լինել, մեկով որ այն ինչ որ արել է Անդրանիկ Քոչարյանը ԿՊԱ-ականների դեմ, այդ թվում Աննա Հակոբյանի դեմ, Աներձակ հրաչի դեմ, Սիսակ Գաբրելյանի դեմ, Տիգրան Ավինյանի, Արմեն Փամբուխչյանի դեմ փոխքաղաքապետ եւ մյուսների դեմ, այդ թվում նաև Ալեն Սիմոնյանի դեմ, դա արվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով եւ Նիկոլ Փաշինյանը որպես իր առաջադրանքները գերազանց կատարող մարդու շարունակում է պահել նրան եւ անտեսել ԿՊԱ-ականների դժգոհությունը։ Եվ կա երկրորդ տարբերակ, սցենար, որը ավելի հավանական է, առաջինը քիչ հավանական եմ համարում, որովհետեւ մնացածին մի կողմ թողնենք, դժվար թե Նիկոլ Փաշինյանը պատվեր տար Աներձակ հրաչի ու բանի դեմ, Աննա Հակոբյանի դեմ։ Այս երկու անունները գոնե հուշում են, որ առաջի սցենարը հավանական չի։ Երկրորդ սցենարը, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Անդրանիկ Քոչարյանից, եւ վախենալու պատճառն էլ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովն է։ Ես հիշեցնեմ, որ այն ժամանակ մենք գրել էինք եւ մամուլներ էլ գրել, որ այդ հանձնաժողովում փաստորեն Անդրանիկ Քոչարյանի միակ մասնագետն է ռազմական գործի եւ հավաքում է երկու այսպես փաստերի տրցակ, մեկով որտեղ արդարացվում է Նիկոլ Փաշինյանը եւ որը կհրապարակվի որպես հանձնաժողովի զեկույց, եթե Անդրանիկ Քոչարյանը շարունակի մնալ իշխանության մաս, եւ մյուսով որտեղ մեղադրվում է Նիկոլ Փաշինյանը եւ այդ մեղադրանքների ցուցմունքներ, ապացույցներ, փաստեր ամբողջ Անդրանիկ Քոչարյանը իր մոտն է պահում որպես ազդեցության լծակ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը որոշում է իրեն ազատել այդ պաշտոնից եւ հեռացնել խորհրդարանից, Անդրանիկ Քոչարյանը այս փաստերի տրցակը վերցրած ասուլիս է տալիս, ասում է, ահա ժողովուրդ ջան, ես պարզեցի, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն պատերազմի հիմնական մեղավորն է եւ սրա պատճառով ինձ հեռացրեցին այդ պաշտոնից։ Սա լուրջ հարված կլինի Նիկոլ Փաշինյանին։ Եվ ինչու եմ ես հավատում մեր ստացած տեղեկություններին եւ մամուլի հրապարակումներին, որտեղ այս հրապարակումներից հետո Նյուզեմի լրագրողը հարցրեց Անդրանիկ Քոչարյանին, թե արդյոք ճիշտ են այն խոսակցությունները, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների ընթացքում Նիկոլ Փաշինյանի ժամանակ դեմ ի հայտ են եկել փաստեր եւ դուք դրանք կարող եք օգտագործել Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության դեմ։ Ինչ ասեց Անդրանիկ Քոչարյանը, ասեց. Ես ինչպես կարող եմ նման փաստեր օգտագործել իշխանության դեմ, ես իքսել իշխանության մաս եմ։
Սա թարգմանաբար նշանակում որ քանի դեռ ես իշխանության մաս եմ, այդ փաստերը չեն օգտագործվի Նիկոլ Փաշինյանի դեմ։ Չերկեց որ կան նման փաստեր, բայց ասած դրա օգտագործումը անհնար է, որովհետև ես իշխանության մաս եմ։ Եվ դրանից հետո երբ տեղ ունեցավ ԿՊ վարչության նիստ, այդ հարցազրույցի ընդ որում Անդրանիկ Քոչարյանը շտապեց հարցազրույց տալու։ Վարչության նիստից 1 օր առաջ էր։ Անդրանիկ Քոչարյանը այդպես սիրահոժար շատ հարցազրույցներ չի տալիս։ Այս պարագայում շտապեց հարցազրույց տալ եւ արդեն մենք հետո տեղեկություններ ստացանք, որ վարչության նիստում մեծ մասը պահանջել է, որ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնան կարվի եւ մանդատի վայր դնելու առաջարկ հնչի, պահանջ հնչի, միակ դեմ մարդը եղել է Նիկոլ Փաշինյանը եւ մի երկու իր ուղիղ ենթականեր, ենթադրում դա կարող է լինել Վահագն Ալեքսանյանը եւ Պապոյանը, իր փոխնախագահները ԿՊ-ի, մեկը հիշեցնեմ ԲՀԿ-ում Վարդ Բաժանող էր, մյուսը ֆեյք հանրապետական էր, ԿՊ-ի հետ որևէ կապ չունեին։ Նրանք Նիկոլ Փաշինյանը կարծիք չի արտահայտել, լուր է մնացել եւ քանի որ ինքը վարչապետի պաշտոնն է զբաղեցնում եւ ԿՊ-ի ղեկավարն է, դիրքորոշում չի արտահայտել, որոշում չի կայացվել, բայց մեծամասնության տրամադրությունը այն է եղել, որ Անդրանիկ Քոչարյանը պիտի զրկվի այդ պաշտոններից եւ մանդատից։ Հետո երկրորդ նիստն ալնում ելու է նույն արդյունքով Անդրանիկ Քոչարյանը ելույթ է ունենում եւ որոշում չի կայացվում։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը այո մտահոգություն եւ Անդրանիկ Քոչարյանի սպառնալիքը աշխատել է։ Եվ հիմա ամփոփելով գալով Վիլեն Գաբրիելյանի պատմությունը, ինչից սկսեց մեր այսօրվա քննարկումը, այո Վիլեն Գաբրիելյանի մանդատից վայր դնելն էլ կրկին հուշում է այն, որ Նիկոլ Փաշինյանի համար մերժելի չէ այն վարքագիծը, որը դրսևորել է Վիլեն Գաբրիելյանը։ Անդրանիկ Քոչարյանը դրանից շատ ավելի վատ վարքագիծ է դրսևորել։ Նիկոլ Փաշինյանի համար խնդիր չէ, երբ որ Հովիկ Աղազարյանը տեղեկատվության արտահոսք է կազմակերպում։ Նման արտահոսք ըստ ԿՊ-ականների կազմակերպել է նաև Անդրանիկ Քոչարյանը եւ շատ ավելի մեծ ծավալների եւ շատ ավելի լուրջ ինֆորմացիաների։ Նիկոլ Փաշինյանը մի խնդիր ունի, ինքը վախենում է Անդրանիկ Քոչարյանից։ Եվ այդ վախի պատճառներն էլ ունի։ Անդրանիկ Քոչարյանն էլ օգտվում է դրանից։ Այդ հանձնաժողովը վաղուց պիտի իր զեկույցը հրապարակել, չեն հրապարակում, բոլոր ժամկետները խախտվում են։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Քոչարյան Անդրանիկը չի դիմում խորհրդանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին, որպեսզի կազմակերպվի քննարկում եւ հրապարակվի վերջը զեկույցը։ Որտեւ երբ որ հրապարակվեց զեկույցը, արդեն Նիկոլ Փաշինյանի ձեռքերը ինչ որ իմաստով ազատվելու են, որտեւ հրապարակվելու է արդարացնող զեկույց, դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը ինչ ուզի կարող է խոսել մեկի անօգուտի պաշտոնական վարկածը կլինի այդ արդարացնող զեկույց եւ ինքը ազատված կլինի այդ մեղադրանքներից։ Հետագայում Անդրանիկ Քոչարյանի կողմից հնչող։ Մարդը կարողանում է նաև սա անել, օրենքի խախտում զեկույցը չհրապարակել, որտեվ իրեն դեռ պետք է դա։ Չհրապարակված, այսինքն աշխատող գործիք է պետք Նիկոլ Փաշինյանին վախեցնելու։ Ամփոփելով արձանագրում ենք, որ այո, Նիկոլ Փաշինյանը վախենում է Անդրանիկ Քոչարյանից։ Ենթադրաբար այս պատմությամբ։ Իսկ թե իրականում ինչ է, դա արդեն քաղաքական դիահերձումը կպարզի։ Այսքանը լավ մնացեք, շարունակեք հետևել մեր եթերերին, ցտեսություն։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48